կարելի է հասարակությունը այս կարգի լպիրշանա, լավ, հələ TikTok-ում ինչ-որ հասկանալի է մտել են իրանց դերի մեջ, բա դպրոցում էր, չեմ տեսել նման բան, ազդվել ենք ուսուցչուհուց, ազդվել ենք ներս մտնող ուսուցչուհուց, ազդվել ենք տնօրենից, այնպիսի տնօրեն ենք ունեցել, ափսոս, որ այսօր չկա այդ մարդը, Մայիս Գրիգորյանը, այնպիսի տնօրեն, որի անգամ մուտքը բակ, դպրոցի բակ, չափազանց ազդեցիկ ա եղել բոլորի համար, կար չարություններ, ով ասում, որ չկար, բայց այս կարգի անամոթություն, այս կարգի լպիրշություն, որը տիրում է դպրոցներում, ու ծնողներ դուք երջանիկ եք, այտենց հպարտանալու եք ձեզ ու ձեզ ձեր հարևաններով, ձեր բարեկամներով, որ ձեր երեխան տենց լպիրշավարի սենց, ասենք, պատմում այն չոր ասում է ուսուցչուհու մասին, վաղ այդ սերունդը դառնալու է զինվոր, հայր, խորհրդատու, ազգային գործիչ, քաղաքական գործիչ, բայց ամենակարևորը, մի կարևոր բան հիշեք, դպրոց չհարգողը, ուսուցչին չհարգողը, վաղը միսօր ձեզ հարգելի ծնողներ, ձեզ չի հարգելու, ինչպիսի սերունդ եք դուք դաստիարակում, ստախոս սերունդ, նվաստացնող սերունդ, չնայած ձեր երեխաները ձեր պատկերն են, Են որ հիմա բոլորը ցենց հեռախոսի մեջ մտածուղակի, տեղյակ չեք, թե ձեր երեխեքը ինչով են զբաղված, դպրոցն էլ այդ վիճակում կլինի, հայրենիքն էլ այդ վիճակում կլինի, էլ ինչ կրթության մասին է խոսքը, էլ ինչ դաստիարակության մասին է խոսքը, մեծ ցավ եմ ապրում, այսօրվա սերնդի համար, որը պիտի դառնա իմ երկրի զինվորը, որը պիտի դառնա ապագա հայր, որը պիտի դառնա ճակատին գրված հայ, ես իմ էլ, մի օր կհպարտանանք, թե չենք հպարտանա, նման սերունդը աղետա, վիրուսը, ես չգիտեմ, որ կողմնա ճիշտ ու սխալ, բայց միգուցե տնօրենը ներսում կազմակերպեր այդ ամենը, որպիսի այս կարգի լայնատարած միջադեպ չլիներ։